Այսօր Ձագազարդ է և ստայեմ գրայցիկ Ձագազարդի բատկան պիտի լսենք անգլերենն ալ Ձագազարդ պիտի լա բայց իմ բատկամս Մատյոսեն է իսկ Ստիվ եղբոր բատկամը պիտի լա Մարգոսեն Անա լսեմ որ 4 ավետարաններն ալ Ձագազարդի մասին կգրեն և 4 ավետարաններու մեջ կհիշվի Ձագազարդը Միակ բանը որ Ձագազարդի մասին գրնամ ասել, շատ անգամ Զադիգը հարության օրը շատ ավելի մեծ նշանակություն կստանա և շատ ավելի փառավոր երբով կդոնվի, քան թե Ձագազարդը, բայց պետք է ասել, որ Ձագազարդն ալ իր կարևորությունը ունի, եթե Ձագազարդը չլար, Զադիգը չեր գնալալ, հարությունը չեր գնալալ, ուրեմն այս բոլորը մեզի կցուցնեն, թե Աստուծո ծրագիրը գադարյալ է, Աստուծո խոսքը գադարյալ է, և ամեն բան, որ իրարու կով կան իրարու կլրացնեն, և վերջավորության Աստուծո ծրագիրը կգադարվի, թե այս աշխարհի մեջ, թե երկինքի մեջ։ Մեկը չի գնարսել, որ բադահմամբ Ձագազարդը եղավ։ Հակառակ որ, ինչ որ կբադահի Ձագազարդի օրը, ամենս կերևի թե ինք իրեն սկսավ լալ Եվ չեմ խորիր, որ Իսուս այդ արդնցավ ասելով, որ շատ լավ, այսօր Երուսաղեմ երթանք, սիրտս այդպես կուզեգոր, ինչու չէ։ Կալեցեք աշակերտներունցավ, հետս Երուսաղեմ երթանք։ Ձագազարդը նպատակավ եղավ, և Իսուսի Երուսաղեմ երթալն ալ նպատակավ եղավ, Մատյոս 21-ի մեջը, որ կգարթանք Ձագազարդի պատմությունը, կտեսնենք, որ արդեն 16-րդ գլխում մեջը Հիսուս լուր գուտա, որ այսպիսի բանը պիտի պատահի, աշակերտներուն գսե, թե պիտի Ձագազարդի դոնը կա, ինքը Երուսաղեմ պիտի երթա, բայց աշակերտները այնքան սպաղած էին ուրիշ նյութերով, ուրիշ բաներով, որ չանդրադարձան, թե Հիսուս ինչ կսեր, ինչպես շատ անգամ մեզի կպատահի, այնքան ցայներ կան մեր շուրջը, այնքան միտքեր, որ ճշմարտություններ, որ մեզի գդրվին, չենք հասկնար և չենք լսեր, որովհետև սպաղած ենք տարբեր նյութերով։ Մեկ բան գուզեմ շեշտել այս Ձագազարդին վրայով, որ շատ կարևոր է, այս օրը, որ Իսուս Երուսաղեմ եկավ, ժամադրություն մներ, որ 500 տարի առաջ Իսրայելի օրացույցին վրա տրված էր, որ այդ օրը Հիսուս Երուսաղեմ պիտի մտնե։ Բացատրեմ ինչպես։ Թանիել 9-ին մեջը հոն գխոսի Թանիել մարգարեն Հիսուսի Մեսիայի քալուն մասին և 70 շաբաթներու մասին գխոսի։ 70 շաբաթները 490 տարիներ են։ Եվ հետաքրքրական այս է, որ Թանիել մարգարեն գսե որ ժամանակ են 490 տարի վերջ Մեսիան պիտի գա, և եթե հաշիվը ընենք, կտեսնենք, որ այն օրը, որ Եզրաս մարգարեն հրաման ներողություն, Եզրասը Արդաշատ թագավորին կողմ մտավ և հրաման արավ, որ երթա Երուսաղեմը շինե, այդ օրեն 490 տարի հաշվելուն կուքա ճիշտ Ձագազարդի օրը, որ Հիսուս իբր թագավոր Երուսաղեմ մտավ։ Հիմա ինձ իսեք, թե ասիկա բադահմամբ է, թե ոչ Աստուծո ծրագրի մեջ հադուկ ժամադրություն մնե, որ Աստված ամեն բան գադարյալ գնե և ամեն բան իր ծրագրին հպատակեցնե։ Հետաքրքրական է, որ շատ անգամներ, երբ որ մարդիկ եկան Հիսուսի շուրջ հավաքվեցան և իրեն գուզեին բադվել, անունը փարսացնել, Հիսուս ինչ հրավ լրեցուց։ Երբ որ հիվանդներ կբժշկեր, գսեր մեգումը փամը չսեք։ Երբ որ այն անձը, որ մեջը չարվոքի գար, ասավ Հիսուս Աստծո որդի, ասավ ցայնդ գդրե ասավ, չուզեց, որ այդ թևը, որ Հիսուսի ջանցավ, իրեն Աստծո որդի ասավ, չուզեց, որ մյուսերը գիտնան։ Ինչու համար Հիսուս չեր ուզեր, որ իր անունը հռչակվի, իբր Մեսիա, որովհետև ժամանակը թեր չեր ասած։ Ձագազարդի օրն էր, որ Հիսուս իբր Մեսիա հռչակվեցավ։ Ժամանակը
Ձագազարդին օրը հասավ։ Ժողովուրդը, որ հոն էին, բարձրացային ովսանաներ, որ գգանչեին, դեսան այդ կարևորության այդ թեփքին կարևորությունը, բայց ոչ այդ թեփքին նպատակը, որ Հիսուս Քրիստոս եկած էր թագավոր, որբեսի իրենց սրդերում մեջ իշխե։ Անորթիմաց կային փարիսեցիները, որ բոլորովին հագարակ էին։ Հիսուս իրենց ծրագիրները գխանգարեր, իրենց փառքին, իրենց արժեքին գտպնար։ Եվ մյուս խումբն աշակերտներն էին, որ սրտանց կփարապանեին դերը, որովհետև ջանցած էին Հիսուսը եւ իրեն հետ կգալեին ամեն օր։ Երբ որ ժողովուրդը ովսանաներ կգանչեր, գիտած եղեք, որ անալ մարգարեացված խոսքներ, որ Սամոս 118-ի մեջ կգտնվի եւ Սամոս 118-ը գխոսի Ձագազարդի մասին, թե Ձագազարդի օրը ինչ պիտի լա։ Սամոս 118-ը 14 կսե դերը իմ զորությունս ու Սամոսս է ու իմ փրկությունս է։ Խոսքը խոսի Հիսուսին փրկիչ ըլլալու մասին, որ Հիսուս որ քար փրկիչ պիտի լար։ 19-ն 20-րդ համարները Սամոսին գսե փացեք ինձի արդարության թրները, այս է դերոջը թուրը։ Հիսուս երբ որ Երուսաղեմ մտավ, արևելյան թուրեն ներս մտավ, եւ պատմությունը գսե որ թուրքերը, օսմանները անգեդարիներ վերջ կոծեցին այդ թուրը, որ անգամ նա Հիսուս նորեն չկա թուրեն։ Գրնակ երևակայել։ Եվ ասիգա նորեն ծրագրված փամն է։ 23-րդ համարի մեջ կսե այն քարը, որ շինողները անարգեցին, անգույնի գլուխը եղավ։ Հիսուս այո հիմա փանեն իրեն ովսանաներ գսեին, բայց մի քանի օր վերջ պիտի մերժվեր Իսրայելի հրյաներուն գոմեն եւ ինքը պիտի դառնար փրկության քարը։ Եվ 25-րդ համարը գսե գաղաչեմ ով դեր փրկե հիմա գաղաչեմ ով դեր հաճողցուր եւ այս փրկե փարը ոստեղը ովսաննա փարն է որ դերոջ ժողովրդին գանչներ այդ օրվա որ ով դեր մեզի փրկե բայց նորեն քանի որ նպատակը չէին հասկացած այդ ժողովուրդը մեծամասնությունը գբորային ովսաննա որովհետև գգարձեին թե Հիսուս իրենց հաճողություն պիտի դար լա քաղաքական կետնի վրա ընկերային կետնի վրա տնտեսական կետնի վրա որովհետև իրենք այն ժամանակ հռոմեական գայսրության իշխանության տակ էին եւ գուզեին ազատել անոնցմե բայց Հիսուս եկած էր որբեսի իրենց փրկե իրենց մեղքերեն եւ ոչ թե հռոմեական գայսրութենեն Կարևոր գետ այս պատմության մեջ այն է որ Հիսուս երբ որ եկավ գսե իշու վրա նստած եկավ եւ իշու վրա նստելը կնշանակե Հիսուս խաղաղության համար եկավ խաղաղություն ունելու եկավ մարդոց այդ խաղաղություն հաստատելու եկավ 5 դագարանի մեջը կգարտանք ամեն անգամ որ մեկը Աստուծո ներկայության մեջ գտնվեցավ վախծավ, որովհետև մեղավոր անձը Աստուծո ներկայության մեջ չի գնար գնալ, Աստված սուրբ է եւ ինչ էր բադիժը անսուրբ մեկուն սուրբ տեղը լալը մա ով որ գգարտանք շատ օրինակներ կա ժամանակ զգարջե չեմ ուզեր մեկ-մեկ հիշել ով որ Աստուծո ներկայության մեջ գտնվեցավ վախծավ որ պիտի մեռնի եւ ասիգա շատ հստակ է որ մեղսալից մարդը չի գնար սուրբ Աստուծո ներկայության մեջ գնալ բայց այս անգամին երբ Հիսուս գուքա ավանագի վրա խաղաղություն բերելու գուզե մարդոց կյանքերը փրկել եւ ոչ թե մարդոց կյանքերը առնել գուզե մարդոց կյանք տալ եւ ավելի կյանք տալ ինչ որ անցյալին օրենքի դակ ով որ մեղքի մեջ գտնվեր պետք է մեռներ։ Եվ այս
Իշու վրա նստինալ կգարտանք որ մարգարեություն մներ որ Զաքարիա 9:9-ին մեջ գրված է գսե մեծաբես ուրախանցիր ով Սիոնի աղջիկ ցնծությամբ աղագե ով Երուսաղեմի աղջիկ ահա քու թագավորդ քեզի գուքա անիգա արդար ու փրկիչ է հեզ ու իշու վրա հեծած եւ իշու ցակի ավանագի վրա ինչ հետաքրքրական է այս մեկ համարը կբացատրե Հիսուսի ամբողջ ծրագիրը աշխարհքալուն ինքը գսե թակավոր է ցնծությամբ ուրախացիոն աղջիկ ահա քու թակավորդ գուքա թակավոր իբր իր անձը իբր թակավոր կներկայացնե եւ անգե վերջը արդար գսե իր նկարակիրը գծուցնե Հիսուս արդար անձ մնե եւ հետո քեզի գուքա գսե արդար ու փրկիչ է գսե փրկիչ բառը գործած է որ Հիսուս եկավ որբեսի փրկե իր ժողովուրդը եւ Հիսուսի աշխարհքալուն նպատակը փրկությունն էր որ մարդ արարածին փրկե եւ անգե վերջ գխոսի իր հեզության մասին որ Հիսուսի վերապերմունքն էր որ ինքսին կխոնարեցուց գսե մինչև խաչի մահվան ինքը աստված էր բայց խոնարեցուց ինքսինքը մեռնելու խաչին վրա որբեսի իմ եւ քու մեղքիդ քինը ինքը վճարե որ մենք մեղքին թիմած չմահանանք այլ իրեն հավատալով հավդենական կյանք ունենանք եւ անշուշտ իշու վրա հեծած հետո հոն գշեշտե որ ոչ թե իշու ցակի ավանագի վրա եկած գսե ասիգա շատ հստակ կնե որ Հիսուս բادرազմական սպառնալիք մը չեր փերեր ոչ մեկուն սուրով չեր որ գուքար իշու ցակի ավանագը հազիվ թերևս քալելու սկսեր էր Հիսուս վրան նստավ ոչ մեկ բան գնարնել այդ իշու ցակը ժողովրդին Հիսուսին բادرազմական կորձիկը դառնալու եւ ասոր մեծ շատ կստականա որ Հիսուս իր արդարությունով ինքսինքը գնվիրե որբեսի մարդ արարածին փրկություն բերե այո Հիսուս եկավ իբր խաղաղություն բերող անձը զարգազարդի օր բայց սուրբիրքի մեջ կգարտանք որ ուրիշ կալուս մնալ բիդելա երբ Հիսուս պիտի վերադառնա իբր թագավոր նորեն Երուսաղեմ կարևոր չէ Օսմանները որ դուրկոցեն Հիսուս պիտի կա իր սուրբերով եւ պիտի իջնե այս աշխարհին վրա դիրելու հավդյան սավդենից հայտնություն 19-11-16 կսե դեսա երկինքը բացված եւ ջերմակ ցիմը արդարության թադաստան գտեսնե ու կբادرազմի անոր փերնեն սրած սուր մգելեր որբեսի անով ասկեր զարնե ու ինք երգաթե քավազանով պիտի հովեզանոնք եւ իր բատմուջանին վրա ու իր ասրին վրա քրված քիրմ ուներ թակավոր եւ դերանց հոս մեզի կբացատրվի Հիսուսի երկրորդ քալստյան մասին եւ այս անգամ Հիսուս իշու ցակիմ ավանագին վրա չէ որ նստած է այլ կտեսնենք Հիսուս ջերմակ ցիու վրա ջերմակցին թակավորի եւ բادرազմող անցիմը գենթանին է եւ այս ցին վրա նստող անձը այո արդար է գսե իր արդարությունով գուքա բայց այս անգամ իր արդարությունով ոչ թե մարդիկ փրկելու պիտի կա այլ մարդիկ թադելու պիտի կա եւ ոչ խաղաղության այս անգամ բادرազմ պիտի բերե եւ երբ պիտի բադահին այս բաները Սուրբիրքինչ մեզի գսե այս բաները կբադահին երբ որ Աստված արիտ կուդա մարդ արարածին որ աբաշխարե թարնա իր սխալ ջամփաներեն եւ մարդը դագավին չի թարնար կգարտանք մեծ նեղության ժամանակ 7 դարիներ փնության աղետներ plagues բադուհասներ բادرազմներ թիվային հարցակումներ ամեն տեսակ նեղություններ պիտի կան այս աշխարհի վրա Աստուծո թադաստանը այս մեղավոր աշխարհին վերջավորության պիտի ասնի որտեղ Աստված համբերող է բայց կսե քավաթը պիտի լեցվի իր համբերության քավաթը եւ իր փարգություն եւ թադաստանը այս աշխարհի վրա պիտի թափե
Վերջավորության կգարտանք հայտնության մեջը, որ բոլոր աշխարհը պիտի կա Հիսուսի թեմ, Երուսաղեմ որբեսի բادرազմին, բայց Հիսուս կսե իր փերնի սուրովը բոլորը պիտի փնաչնչե։ Այսօր հարցումը այս է բոլորիս, որ Հիսուսին դու պիտի թիմավորես։ Այն Հիսուսը, որ իշու վրա նստած է, որ խաղաղությունով գուքա, փրկություն գուտա, իր արդարությունով մեզի գարտարացնե, մեզի կյանք տալով, թե ոչ այն Հիսուսը, որ հայտնության մեջ կհիշվի, որ իր արդարությունով պիտի թադե։ Մեկ բան պետք է հստակ լա այս զարգազարդին մեզ ամեն մեկուս համար, որ մենք կուզենք Հիսուսի հանդիպիլ իշու վրա եւ ոչ ցիու վրա, որտեղ ցիու վրա որ հանդիպինք ուշ պիտի լա։ Եթե գուզենք, որ ցիու վրա չհանդիպինք Հիսուսի, հիմա պետք է իր արջևը խոնարհենք, մենք մեզի խոնարեցնենք, խաչին արջև կալով, ասելով ով դեր ես մեղավոր եմ, կանտրատարնամ իմ մեղավոր լալուս եւ գուզեմ իմ մեղքերուս մեռնիլ, որ թուն իմ մեջս բնագիս, թուն լաս իմ դերս եւ փրկիչս, որովհետեւ վերջավորության ոչ թե միան թակավորանց պիտի կաս, այլ նաեւ դերանց պիտի կաս, դերերու դերը պիտի լան։ Ապաշխարել, զղջալ եւ այս է ազատության ճամփան, այս է կյանքի ճամփան եւ գիտած լանք որ եթե այս քայլը առնենք մենք արդեն Հիսուսի հետ խաղաղություն պիտի ունենանք, որովհետև Հիսուսի հետ հաշտված ենք, հավիտենական խաղաղություն ունենք մեր սրտերեն ներս։ Արդյոք Հիսուսի պիտի հուսախապնենք ադեններ։ Այո։ Պիտի դրդմեցնենք Հիսուսին։ Այո։ Բայց Աստծո խոսքը գսե մեզի ես երբեք ցեզի չեմ թողուր։ Ասիկա է Աստծո խոստումը։ Ամեն անգամ որ խոստովանի, գսե հավատարիմ ու արդար է մեր մեղքերուն թողություն տալու եւ մեզի ամեն մեղքե ազատելու։ Այո, ժամանակներ Հիսուս ստիպված է, Աստված ստիպված է մեզի դիսցիպլիննել, բաճել, բայց ադալ մեր լավության համար է, որովհետեւ Աստված չուզեր որ ոչ մեկերնից կորսվին, որովհետեւ մենք իրեն կպատկանենք։ Մեզի ստեղծեց, որ հավիտենականությունը իրեն հետ անցնենք։ Վերջացնելով պատկամս, ետ երթանք այս 3 խումբերուն, որոնք Զարգազարդի օրը հոնդեղը բաժին ունեցան այդ դողանցքի մեջը։ Այսօր, եթե Հիսուս կփորձե քու կյանքիդ թփնալ, քու կյանքիդ մոդենալ, ինչպես Երուսաղեմի մոդեցավ գսե, ինչ պիտի լա քու թիրքդ, քու վերապերմունքդ։ Արդյոք ժողովրդին պես գեղձ պարապանություններ պիտի բարձրացնես, բարձրապես Աստուծմե լավ բամը ստանալու համար։ Ժողովուրդը ինչու համար եկածերոն, ինչու մեծ մասը կպարապաներ Հիսուսը, որովհետև դեսած էին, որ Ղազարոսը մերելներեն հարություն արած էր, ուրիշ հիվանդներ բժշկված էին։ Հիսուսը փարիկ մը ստացած էին եւ ադոր համար կպարապանեին, բայց ոչ թե որ Հիսուսի սրտանց կսիրեին։ Հիսուս իրենց խոսքերը ասած էր, որ հաշիվնուն չեր եկած, որ գուխաչը տարում յետևես եկուր, եթե գուզես ինձի դեր ունենալ, եւ շատերը ցկեցին եւ քացին, երբ որ Հիսուս այդ խոսքերը ասավ։ Գրնալալ որ այսօր, երբ որ Հիսուս մոդենա քեզի քու կյանքի թփչելու թունալ փարիսեցիներուն պես հագարագիս եւ բաճարը այն է որ գուզես թուն քու կյանքի թակավորը լալ չես ուզեր որ Հիսուս խանկարե քու հանկիստդ ոչ մեկ կերպով քու կյանքի սպառնալիք տա Հիսուս որովհետեւ կյանքդ պիտի փոխվի կսիրես քու ապրած ցևդ կսիրես քու գրոնքդ կսիրես քու ցևերդ քիծածդ եւ չես ուզեր փոխվել ճիշտ այդ է որ փարիսեցիներն երբ որ Հիսուս եկավ ճուզեցին որ Հիսուս իրենց թփնա ոչ մեկ կերպով եւ անշուշտ վերջին խումբը աշակերտներն էին որ այո իրենց դգարություններով մեկտեղ Հիսուսի հետ քալեցին մինչև վերջ բացի մեկեն հութայե որ ուրբաթ իրիգուն դերևս անոր մասին խոսենք քիչմը բոլորնալ իրենց
ունեցածը ցկեցին, ամեն բան յետև ցկեցին եւ հետևեցան Հիսուսի եւ երբ որ Հիսուսի ովսաններ գանչեին իրական գիտեին որ իրենք Հիսուսի պետք ունին որ իրենց փրկե եւ ոչ թե ռոմայցներեն այլ իրենց մեղքերեն որբեսի հավդենական կյանք ունենան աղոտ կսե որ ամեն կսալ այս երրորդ խումբին պատկանի դերը օրհնե բոլորիդ